Ողջույն Արագիր նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է ֆուդ բլոգեր Աստղիկը։ Ողջույն Աստղիկ ջան։ Բարև ձեզ Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ կանչելու համար։ Աստղիկ ջան, երևի սկսենք, թե որտեղից եք արմատներով, մի փոքր պատմեք ձեր մասին։ Արմատներս շատ խառն են, Պապաս Կրասնասելսկա այն ժամանակ կոչվել, հիմա Ճամբարակ, մամաս Եղեգնաձորից, Վայոց ձորի մարզ, այսպես իրանք ուսանողական տարիներին հանդիպել են, արդյունքում ես մեծացել եմ քաղաք Աբովյանում, այդպես ամբողջ Հայաստանով պտտվել եմ կարելի ասել, բայց արմատներս հիմնականում այդ Գեղարքունիքի մարզ եւ Վայոց ձորի մարզի խառնուրդն են։ Հետագա ընթացքը ինչպիսին էր, այսինքն մինչև այսպես անցնենք ուսանողական տարիներ։ Ուսանողական տարիներս անցել են Երևանի պետական համալսարանում միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, սիրում եմ ու հաճույքով եմ հիշում այդ տարիները, չնայած որ ընթացքում հասկացա, որ մասնագիտությունը այդքան էլ իմը չի, լավ ընկերներ ունեմ ուսանողական տարիներից, ում հետ կապը մինչև այսօր պահվում է, հաճույքով եմ ընդհանուր առմամբ հիշում այդ տարիները։ Ասեք, իսկ մասնագիտությունդ երբ որ հասկացար, որ այդքան էլ քոնը չէ, ինչով որոշեցիք զբաղվել։ Ինչով ասես, եթե անկեղծ շատ ոլորտներում եմ ինձ փորձել, այսպես մինչև 33 տարեկան եմ ես հիմա, կարելի ասել ես նոր գտա այն, թե ինչով եմ ես ուզում զբաղվել, մինչև այդ տարբեր ոլորտներում, թե գրասենյակային աշխատանք, թե ինչ-որ ավելի ստեղծագործ ոլորտ, շատ ոլորտներում եմ ինքս ինձ փորձել, վերջապես կարողացա գտնել այն ոլորտը, որտեղ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Մեզ հիմա երբ որ դիտում են, շատերը ունեն իրենց կյանքի ընթացքում որոշակի փուլեր, երբ որ անորոշության մեջ են լինում, այսինքն չեն հասկանում, թե որն է իրենց ուղին եւ ինչով պետք է զբաղվեն, ինչ խորհուրդ կտաս այդ մարդկանց, արդյոք վախենան, ինչ անեն, ինչպես ընդհանրապես ճիշտ ճանապարհին հասնեն։ Վախենալ պետք չի երբեք ու ոչ մի բանից, ես ասում եմ, ես ինձ փորձել եմ այնպիսի ոլորտներում, որ հիմա հետ եմ նայում, ուզում եմ հասկանամ, լավ, ես այդտեղ ինչ էի անում, ընդհանրապես իմը չի եղել, բայց հպարտ եմ այնքանով, որ ես դա փորձել եմ, հասկացել եմ իմնա թե իմը չի, այսինքն եթե ինպես էլի կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում հասկանալ իրենք կյանքում ընդհանրապես ինչով են ուզում զբաղվել, միակ ուղին հասկանալու համար դա փորձելն է։ Փորձելու համար մտնում ենք ամենատարբեր ոլորտներ, որտեղ գոնե մի քիչ սիրտդ քեզ տանում է։ Ընթացքում եթե հասկանում եք, որ դա ձերը չի, նաև պետք չի վախենալ ժամանակին կանգ առնելուց ու դրանից հրաժարվելուց։ Կարծում եմ, որ դա էլ է շատ նորմալ ու ճիշտ ժամանակին կանգ առնելը։ Աստղիկ, իսկ ինչպես որոշեցիր զբաղվել բլոգինգով եւ որն էր այն առաջին թարգեթինգը, որի վրա կենտրոնացել էիր։ Շատ ինքնըստինքյան ստացվեց, վիդեոներ մոնտաժել միշտ էլ սիրել եմ, երևի թե հիմա եթե նոր մասնագիտություն ընտրելու լինեի, այդ ուղղությամբ կգնայի, այսինքն համալսարան ընդունվելու լինեի, հենց այդ ուղղությունը կընտրեի։ Ու այդպես ինքնաբերաբար ուղղակի հաճույք էի ստանում վիդեոները նկարելուց ու մոնտաժելուց, այսինքն այդ process-ը անելիս ես բլոգինգի մասին առանձնապես չէի մտածում, միակ ձևը իմ արած աշխատանքը մարդկանց ցույց տալու դա իմ էջն էր սոցիալական հարթակներում ու սկսեցի կիսվել, մարդկանց սկսեց դա դուր գալ, ինքնաբերաբար ես դառա բլոգեր, ուղին սկսելուց դեռ չէի որոշել, որ ես վերջ ուզում եմ դառնալ բլոգեր։ Դու նշել էիր, որ Ամերիկայում սկսել էիր հենց զբաղվել եւ քո առաջին քայլերը անել, ինչը քեզ մոտիվացրեց, որպեսզի հենց այնտեղ սկսես քո ճանապարհը։ Ասեմ, ես ու ամուսինս շատ սիրում ենք ճամփորդել, նոր վայրեր բացահայտել, նույնիսկ երբ որ մենք գտնում ենք A կետում, այդ A կետի շուրջը գտնվող բոլոր մնացած կետերը մենք ուսումնասիրում ենք, գնում ենք, փորձում ենք ու այնտեղ շատ ծանոթներ ունեի Ամերիկայում, որ հասկացա, ես եմ իրենց խորհուրդ տալիս, ուր կարելի է գնալ, գիտեք, ես ինչ տեղն եմ գտել, այդպես զգացի հետո որ նկարներ էի գցում Instagram, ինձ հարցեր էին գրում, բասա որտեղ է, բանա որտեղ է, այդպես ծագեց այդ միտքը, այդ վայրերի մասին սկսեցի վիդեոներ նկարել, թե մենք ուր ենք գնացել, ինչ ենք տեսել, ինչ ենք կերել, ինչ ենք փորձել, առաջին քայլերս հենց դրանք էին։ Դրանից հետո երբ տեղափոխվեցինք Հայաստան, վերադարձանք Հայաստան, էլ դրա կարիքը առանձնապես չկար, որովհետև կարծում եմ այստեղ շուրջ բոլորը համ շրջական բացահայտող կայքերն են, էջերն են շատ,
Համ էլ այդպես կարիքը չէի զգում Հայաստանում ինչ որ բաներ բացահայտելու, ինձ թվում է դրանց մասին բոլորը արդեն գիտեն։ Ու տենց ինքնաբերաբար ինքը թեքվեց դեպի food blog Ages։ Շատերի համար Ամերիկան վայր է, որտեղ երազանքներն են կատարածվում, ինչպես նաև հնարավորություններ են տրվում, ինչպես որոշեցիք տեղափոխվել Ամերիկա։ Դա էլ շատ իմ կյանքում ընդհանրապես ամեն ինչ շատ պատահական է լինում։ Երբեք green card-ի խաղարկության չէի մասնակցել իմ կյանքի ընթացքում, շատ պատահաբար այդ տարի որոշեցինք մասնակցել, առանձնապես ոչ մի բանի հույս չունենալով։ Ու հանկարծակի մեզ զանգում ու ասում են, որ հենց ես շահել եմ green card-ը, սենց դժվար ընտրության առաջ ենք կանգնում, որովհետև մենք մեր այստեղի կյանքը շատ-շատ էինք սիրում, բայց որոշեցինք ամեն դեպքում շանսը տրվել է փորձել։ Փորձեցինք, գրեթե 1 տարի ապրեցինք Ամերիկայում, ես ամուսինս ու աղջիկներս, ու այդ մի տարվա ընթացքում հասկացանք, որ չէ, ամեն դեպքում մեր այս կյանքը, հայաստանյան կյանքը գերադասելի է մեզ համար ամերիկյան կյանքից, չնայած որ Ամերիկան սիրում եմ, ես շատ հիասթափություններ իհարկե չեմ ապրել այդ երկրի հետ կապված, բայց իմ կյանքը ու առօրյան տեսնում եմ Հայաստանում։ Մեկնելուց առաջ ընդհանրապես ինչ սպասելիքներ ունեիր եւ ինչպես դրանք արդարացավ։ Ես այսպես շատ ֆիլմեր սիրող մարդ եմ, երևի ինչպես եւ մեր սերնդի մեծամասնությունը, ու Ամերիկա գնալիս ես պատկերացնում եի այդ կինոների կյանքը։ Այսինքն Հոլիվուդի նշանը տեսնելը, չգիտեմ այդ կյանքով ապրելը, ինձ համար դա իրականում երազանքների իրականացում էր։ Հիմնականում այն ինչ սպասում էի ու երազել էի, ամենը կատարվեց Ամերիկայի հետ կապված։ Նաև աստղիկ շատերը հիմնականում նշում են, որ Ամերիկայում ֆինանսական կայունություն ունենալը բավականին դժվար է եւ շատ հիմնականում այսպես հումորի ձևով ասում են, որ մարդիկ սկզբում տարբեր աշխատանքներ են անում, որպեսզի կարողանան իրենց ապրուստը վաստակել։ Ձեր մոտ ինչպես էր դա։ Շատ ճիշտ են ասում։ Մենք այսպես հերվից նայում ենք Ամերիկային ու թվում է թե այնտեղ ամեն ինչը հեշտ է, սկսած գումար աշխատելուց մինչև մնացած ամենատարրական բաները, բայց ընդհանրապես այդպես չի։ Ես այդ պահին, երբ որ մենք տեղափոխվեցինք Ամերիկա, դիմահարդարմամբ էի զբաղվում ու այնտեղ էլ փորձեցի այսպես ձեռքի հետ, աղջիկս դեռ շատ փոքր էր, չէի կարող հիմնական աշխատանք փնտրել։ Դիմահարդարումը շատ լավ ալտերնատիվա էր ինձ համար, որպես այդպես թեթև աշխատանք, գնալ, գրաֆիկս ես ինքս էի որոշում, բայց դե մի տարին շատ քիչ է ինչ որտեղ կայանալու համար, կարելի ասել շատ չփորձեցինք էլ մենք առանձնապես, բայց հա, ֆինանսապես իրականում շատ դժվար է այնտեղ ինչ որ մի բանի հասնելը, ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր մնում են, պայքարում են ու ի վերջո կարողանում են հասնել իրենց երազած կյանքին։ Եվ երբ որ վերադարձաք, ապա սկսեցիք ձեր գործունեությունը ավելի բուռն կերպով ծավալել, որը եղավ այն հոլովակը կամ թեման, որը ձեր լսարանին գրավեց եւ սկսեց ձեր էջը ակտիվանալ եւ տարածվել։ Այս հարցը ճիշտն ասած էլի եմ ստացել Թամարա ջան ու այն ժամանակ էլ դժվարացա պատասխանել, որովհետև չեմ հիշում ես կոնկրետ որ ես հիշում եմ, որ սկսել եմ անցած տարի դեկտեմբեր ամսից, մոտավորապես այդ ժամանակ էր մենք տեղափոխվեցինք մեր նոր տուն ու ես հետևորդ այդ ժամանակ դժվար է ասել, իմ այդ փոքրիկ ինստագրամյան ընտանիքի հետ կիսվում էի, որ տեսեք սա եմ գնել, նա եմ գնել տան համար ու մարդկանց սկսեց դա շատ հետաքրքրի, թե այս կամ այն իրը որտեղից եմ գնել։ Սկսեցի կիսվել ու իմ էջը այնպես չի եղել, որ քնեմ արթնանամ ու հայտնի դարձած լինի։ Ես բավականին երկար աշխատանք եմ դրա համար տարել, երևի հենց այդ է պատճառը, որ չեմ հիշում կոնկրետ որ հոլովակից հետո է սկսվել։ Աստիճանաբար է շատ սկսվել ու երկար աշխատանքի արդյունք է դա։ Երբ որ դիտում ենք ձեր հոլովակները, ընդհանրապես բավականին էսթետիկ, իրենք գեղեցիկ եւ մոտիվացնող են։ Հիմնականում շատերը միշտ զարմանում են, որ ինչպես է կարողանում ամեն կարելի ասել կանոն տան մեջ պահել, մաքրությունը պահել։ Արդյոք դա իրականում միշտ է այդպես, թե ուղղակի ժամանակ առ ժամանակ կարողանում եք պահել որոշակի կանոններ, որոնք ձեզ օգնում են։
Շատ լավ հարց տվեցիք։ Ես իմ բոլոր հետևորդներին էլ միշտ ասում եմ, որ երբեք չհավատաք Instagram-ի իդեալական նկարին։ Եթե այս պահին դուք տեսնում եք այն ինչ որ թույլ է տալիս իմ հեռախոսի տեսախցիկը, դրանից դուրս կա կյանք, կա աշխարհ, որտեղ կան թափրտված ամաններ, չգիտեմ, երեխաների խաղալիքները հատակին թափված, աղմուկ անող երեխաներ, այսինքն այն ինչ որ դուք տեսնում եք, դա այն է ինչ որ ես եմ ցույց տալիս, չնայած որ ես հիմնականում փորձում եմ համատեղել իմեջում նաև իրական կյանքը Instagram-յան այդ իդեալական նկարի հետ, հեշտ չի, դժվար է ամեն ինչ հասցնելու, ես չեմ էլ հասցնում ամեն ինչ, շատ հաճախ է լինում եւ խոհանոցում կեղտոտ մնացած ամաններ, չգիտեմ, եւ մաքրված հատակ, դա լինում է եւ ընդհանրապես ոչ ոքի կյանքը նայելիս պետք չի մտածել, որ իրենք այդպես իդեալական ամեն ինչ հասցնում են։ Նաև հոլովակներ, երբ որ դիտում ենք, բավականին բարդ, հիմնականում երկար աշխատանք պահանջող հոլովակներ կան, երբ որ դու ցույց ես տալի ձեր օրը, ընդհանրապես ինչպես ես որոշում, ինչ պետք է նկարես եւ ինչպես ես այդ ամենը իրականացնում։ Ես չգիտեմ ընդհանրապես նման բլոգերների մոտ ինչպես է դա արվում, բայց այսինքն տեղյակ եմ, որ շատերը սցենար են գրում, ու այդ սցենարի են շարժվում։ Երևի թե իմ վիդեոների փոքրիկ գաղտնիքը կայանում է նրանում, որ ես երբեք սցենար չեմ գրում, ինքնաբերաբար է դա շատ լինում։ Ես ուղղակի առավոտյան արթնանում եմ, կամերան դնում սենյակի մի ծայրում ու վերջ մեր կյանքը սկսվում է։ Ես մոռանում եմ այդ հեռախոսի գոյության մասին, որը մեզ նկարում է։ Ամբողջությամբ իրական կադրեր են, եթե ուշադիր լինեք այնտեղ երեխաներիս լացը, գոռալը, իրար հետ վիճելը, ամեն ինչ կա, այսինքն ոչինչ չեմ թաքցնում, իրական կյանքն է հենց այնպիսին, ինչպիսին որ կա, իմ իրական այդ մամայական առավոտներն են։ Նաև հիմնականում, երբ որ դիտում ենք հոլովակները, նաև հետևորդներից շատերը միշտ հիանում են ընդհանրապես տան կահավորվածությամբ, տան գեղեցկությամբ եւ շատերը միշտ հարցնում են, թե ինչպես է կարողանում հասցնել, որպեսզի ձեր կյանքում մաքսիմալի բերեք բոլոր ոլորտները, այսինքն եթե հարցը ավելի լավ ձևակերպեմ, ընդհանրապես ինչպես ես կարողանում, արդյոք բլոգը քեզ տալիս է այն հնարավորությունները եւ ռեսուրսները, որոնց միջոցով դու օր-օրի ավելի լավացնես եւ զարգացնես ընդհանրապես քո աշխատանքը, քո կենցաղը։ Քանի որ բլոգս, ես իհարկե իմ բլոգը դեռ սկսնակ եմ համարում, ընդամենը 1 տարվա բլոգ է, դեռ այն ռեսուրսները ինչ չի տալիս, որ կարողանամ իմ կյանքը դրանց շնորհիվ բարելավել։ Այսինքն ես հիմա համարում եմ, որ դեռ ես աշխատում եմ բլոգիս համար, ոչ թե հակառակը։ Հուսամ կգա այդ օրը, որ ես վստահաբար կասեմ, այո, ես այս ամենը արել եմ, ենթադրենք բլոգով, բայց այս պահին դեռ այդ փուլում ես չեմ գտնվում, աշխատում եմ այդ ուղղությամբ։ Նաև հետևորդները բավականին շատ սիրում են ձեր զույգը եւ որոշակիորեն դու կիսվում ես անձնական կյանքից քո էջում։ Շատերը միշտ հարցնում են, իհարկե դու պատասխանել ես, բայց կցանկանամ կիսվես, ինչպես ես ծանոթացել քո ամուսնու հետ։ Շատ հետաքրքիր պայմաններում ենք ծանոթացել։ Իմ ու ամուսնուս ծանոթությունը իրական ապացույց է նրա, որ եթե ինչ որ բան կյանքում պիտի լինի, դա լինում է, անկախ մեզանից։ Մենք մինչև մեր բուն ծանոթությունը մի քանի անգամ իրար տեսել ենք, բայց երբեք ոչ ես եմ իրան նկատել, ոչ էլ ինքը, շատ ընդհանուր միջոցառումների ենք եղել։ Հիմնական մեր ծանոթությունը մեր ընկերն է, ընդհանուր ընկերն է կազմակերպել, իմ մանկության ընկերն է, որը հետագայում ամուսնուս հետ էլ է ծանոթացել, այդպես ընկերացել են։ Ինքը մեզ ծանոթացրեց ու սենց միանգամից, չգիտեմ, մեր հարաբերությունները սկսեցին զարգանալ։ Աստղիկ, իսկ ո՞րն է ձեր գաղտնիքը, որ նույնիսկ երկար տարիներ ամուսնացած լինելուց հետո, երեխաներ ունենալուց հետո ընտանիքում սերը եւ ջերմությունը կարողանում եք պահպանել։ Ոյ, ես շատ ուրախ եմ, որ կողքից մենք հենց այդ տպավորությունը թողում ենք։ Գաղտնիքը հենց սկզբից մեր հարաբերությունների, գաղտնիք չասեմ, ոսկե կանոնը, այն ա եղել, որ մենք միշտ խոսում ենք իրար հետ։ Ինչ որ բան իմ դուրը չի գալիս, ինչ որ բան իրա դուրը չի գալիս, երբեք դա ինչ որ այսպես խոսակցական լեզվով ասեմ, ներս գցել ու դրանով տառապել չի լինում։ Հիմնականում ես էլ ամուսինս էլ կոնֆլիկտներից շատ խուսափող մարդիկ ենք ու փորձում ենք նույնը անել նաև մեր անձնական կյանքում։ Երևի թե դրա շնորհիվ է, որ արդեն 10 տարի իրականում շատ համերաշխ ապրում ենք մենք։ Ու հա, այդպես ենք հենց վարվում, որ եթե ինչ որ բան իմ կամ իրա դուրը չի գալիս, մենք միշտ նստում իրար հետ խոսում ենք այդ թեմայով։
հարթվում են այդպես բոլոր կոնֆլիկտները, դուք էլ այդպես արեք։ Նաև ինչպես ընդունեց ձեր ամուսինը բլոգ վարելու գաղափարը, իհարկե ձեր բլոգը ունի կոնկրետ ուղղվածություն, որը ավելի շատ հիմնականում տանը, ուտելիքին, այդ ամենին է վերաբերվում, բայց միևնույն ժամանակ մեր ավանդույթները գիտենք, որ այդքան էլ թույլ չեն տալիս հեշտ, որպեսզի ամուսինները համաձայնվեն։ Ամուսինս շատ բացառիկ երևույթ է երևի մեր հայկական իրականության մեջ, որ հենց սկզբից ինձ ոգևորել է ու ասել է՝ սա քոնն է, դու կարողանալու ես սա անել, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես չեմ հավատում, մինչև օրս էլ լինում են նման պահեր իմ ուժերին, ինքն է ինձ ասում՝ արա, կկարողանաս, կանես, նույնիսկ բլոգս նոր էի սկսել, ուրիշ տեղից աշխատանքի առաջարկ ստացա ու այսպես ամուսնուս հետ լրիվ ուրիշ ոլորտից էլի գրասենյակային այսպես ասեմ աշխատանք, ամուսնուս ասում եմ ինձ թվում է ճիշտը կլինի այդ աշխատանքի առաջարկը ընդունելը, որովհետև ես չգիտեմ բլոգը ինչ կդառնա ու ինքը այսպես չեմ ասի կտրականապես դեմ էր, որովհետև արդյունքում վերջնական որոշումը իմն էր լինելու, բայց համոզեց ինձ, որ ինքը ինձ ավելի շատ այս ոլորտում է տեսնում ու այսպես չգիտեմ, ինքը համոզված էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ շնորհակալ եմ ես իրենից դրա համար, որովհետև ցանկացած գործ սկսելիս կարևոր է ունենալ ամուր թիկունք, ու այդ թիկունքը առաջին հերթին ոչ թե ինչ-որ ֆինանսական կամ այլ հարցում, այլ հենց ոգևորելու հարցում, որովհետև մեր հայկական իրականության մեջ դեռ բլոգինգը համարվում է շատ այսպես խեղկատակություն, ինչքան էլ վատ դա հնչի ու ես ուրախ եմ, որ ամուսինս այն մարդ եղավ, որ հենց առաջինը ինձ դրդեց դեպի այդ։ Իսկ ինչ դերակատարում ունեն ձեր կյանքում երեխաները եւ եթե բաժանենք մասի, արդյոք ձեր կյանքը երեխաներից առաջ եւ հետո փոփոխությունների է ենթարկվել եւ ինչպիսի փոփոխությունների։ Շատ լուրջ փոփոխությունների, երևի ցանկացած մամա ինձ հետ համաձայն կլինի, որ երեխաների լույս աշխարհ գալուց հետո կյանքը էլ երբեք առաջվանը չի լինում, թե լավ իմաստով, թե վատ իմաստով։ Ես իրենց հետ մեծացա ու դեռ շարունակում եմ իրենց հետ այս կյանքում շատ բան սովորել, հենց իրենցից էլ եմ սովորում կյանքին մի փոքր ուրիշ աչքերով նայել։ Չգիտեմ, ինձ մեկ-մեկ երևի դա ինչ-որ մամայական սինդրոմ է, բայց ինձ թվում է աղջիկներս ինձ այնքան բան են սովորացնում, որ մտածում եմ, տեսնես ես իրենց այսքան կարող եմ սովորացնել, ինչ-որ իրենք են ինձ սովորացնում։ Այսքանը։ Լինում են դեպքեր, երբ որ որպես ծնող ինչ-որ բացեր եք ունենում, որը կարող է հանգել նրանից, որ զբաղվածությունից կամ հոգնածությունից եւ հետո ձեզ դրա համար մեղավոր զգաք։ Շատ հաճախ մեղքի զգացում եմ ունենում, գիշերը, երբ որ աղջիկներից քննացնում եմ, օրը վերլուծելիս, ենթադրենք, եթե հասկանում եմ, որ ես այդ օրվա ընթացքում 10 րոպե չեմ ունեցել, որ իրենց հատկացնեմ, ու իրենց հատկացնելը դա, չգիտեմ, ուտելիք տալը կամ հագցնելը, մասսանրելը չի, այլ ուղղակի նստել, զրուցել ու այն ինչի կարիքը իրենք ունեն, այդ կարիքը բավարարելն է ինձ համար, ունենում եմ մեղքի զգացում, չնայած որ հիմա հոգեբանություն շատ եմ ուսումնասիրում ու շատ եմ կարդում այդ թեմայով, որ պետք չի ունենալ, նորմալ է, բոլորս էլ մարդ ենք, բայց ունենում եմ, հաճախ մեղքի զգացում եմ ունենում։ Իսկ ինչպես ես կարողանում դա հաղթահարել եւ արդյոք ինչ խորհուրդ կտաս այն ծնողներին, ովքեր անցնում են այդ ճանապարհի միջով։ Առաջին հերթին հիշում եմ, որ երեխաներիս պետք է առողջ, ուրախ, ինքնաբավ մամա։ Ու այդ միտքը ինձ շատ է օգնում, ես ինձ դնում եմ իրենց տեղը ու մտածում եմ, ես ինչ ձևի մամա կուզեի, լավ այսպես ասեմ, որ ամբողջ օրը եփեր, թափեր, իմ հետևից հավաքեր, իմ համար ճաշեր պատրաստեր ու կյանքում ոչ մի ոլորտում ռեալիզացված չլիներ, թե այնպիսի մամա, որ ոչինչ կարող այսօր ճաշը պատրաստած չլինի, բայց ինքը լինի երջանիկ, ուրախ, ինքնաբավ ու այդ իր ներքին ինքնագոհությունը կարողանա ինձ էլ փոխանցել։ Ես որպես երեխա ընտրում եմ երկրորդ տարբերակը ու նույնը փորձում եմ անել իմ երեխաների համար։ Բոլոր մամաներին դա խորհուրդ կտամ, որ ձեր երեխաներին առաջին հերթին պետք է դուք, ոչ թե ձեր պատրաստածը, ձեր հագցրածը կամ ձեր, չգիտեմ, իր համար կենցաղային այլ արածները։ Շատերը նաև, եթե անցում կատարեն այս հարցից, միշտ հետաքրքրվում են, ինչպես է կարողանում ձեր տեսքը ապահովել, որովհետև այդքան զբաղված լինելով հանդերձ, նաև դուք շատ միշտ գեղեցիկ եք, կոկիկ, եւ ձեր հետևորդները նաև միշտ դա են հարցնում. արդյոք ո՞րն է գաղտնիքը։
Ասեմ, գաղտնիքը շուտ արթնանալու մեջ։ Այսպես ասեմ, ես չգիտեմ դա սխալ է թե ճիշտ է, բայց այն տարիքից, երբ որ մամաս ինձ համար գնաց իմ առաջին այդ դիմահարդարման վրձինների հավաքածուն, դիմահարդարումը դարձավ իմ կյանքի ամենասիրելի ոլորտներից մեկը ու միշտ հաճույքով եմ ես դրանով զբաղվել, թե պրոֆեսիոնալ, թե ավելի սիրողական, միշտ սիրել եմ։ Ու երբ որ ես առավոտյան արթնանում եմ, ինքս ինձ դիմահարդարում եմ ու թեկուզ հետո սպորտզալ եմ գնում, ինչը շատերի համար զարմանալի է, ես այդպես ինքս ինձ հայելուն նայելիս ավելի լավ եմ զգում։ Դա ինձ երջանկություն է պատճառում ու ես ամեն առավոտ ինձ չեմ զրկում այդ հաճույքից։ Ինձ համար լրիվ նորմալ է, որ կան մարդիկ, ովքեր դա չեն սիրում ու չեն անում։ Այսինքն իրենք ունեն կյանքում իրենց ուրիշ սիրելի որևէ ոլորտ։ Բայց ես ինձ այդպես եմ տեսնում, որ օրս սկսում եմ ինքս ինձ խնամք տալով, հետո նոր մնացածին ու աշխատանքային մնացած բոլոր հարցերին։ Նաև հետևորդները միշտ հարցնում են, թե օրինակ վարսահարդարումը, դիմահարդարումը, մատնահարդարումը որտեղ եք իրականացնում։ Ընդհանրապես ամենաշատը, որ կարելի ասել դա լինի ոլորտ կամ դա լինի ընդհանրապես ինքդ քեզ վրա, եթե օրինակ ռեսուրսներ ես ծախսում, ո՞րն է լինում դա։ Ես միշտ այնպիսի մարդ եմ եղել, որ սիրել եմ իմ խնամքը ինքս անել։ Իհարկե օգտվում եմ թե վարսահարդարներից, թե մատնահարդարների, թե դիմահարդարների ծառայություններից, բայց հիմնականում կներեք, հիմնականում իմ խնամքը ինքս եմ անում, հիմա իմ էջում շատ ակտիվ քննարկում է իմ մատնահարդարման թեման, հերթական ոլորտն է, որ որոշել եմ այդպես շատ կախված չլինել մատնահարդարումից, հրաժարվել եմ գելակից եւ այլն, այդպես շատ բուռն քննարկվում է հիմա այդ թեման իմ էջում։ Ես սիրում եմ այդ ամենը ու փորձում եմ ինքս էլ անել, բայց նորից եմ ասում, օգտվում եմ իմ վարսավիրն ունեմ, դիմահարդարն էլ, մատնահարդարն էլ, բոլորի ծառայություններից էլ օգտվում եմ։ Գերադասելի է ինձ համար իհարկե իմ իսկ մատուցած ծառայությունները ինձ։ Ասեք, իսկ գնումներ կատարելիս ավելի շատ գնումները սիրում ես կատարել քեզ համար, թե օրինակ տան երեխաների համար։ Շատ սիրում եմ իմ թուլությունն է, դա սպասք գնելը, այդպես ինչ-որ կենցաղային իրեր գնելու, Երևանում երևի թե չկա նման խանութ, որի մասին ես տեղյակ չեմ ու չեմ մտել, նույնիսկ իմ թույլ կողմն եմ դա համարում, մեր խոհանոցը երբ որ կահույքը պիտի պատրաստեին, խնդրել եմ մաքսիմալ շատ դարակներ անեն, որովհետև ես գիտեի, որ ես այդ դարակները բոլորը լցնելու եմ։ Շատ քիչ դատարկ դարակներ են մնացել, չգիտեմ ինչ եմ անելու, սպասք, կենցաղային իրեր, դա իմ տարերքն է, մեծ հաճույքով եմ իհարկե գնում, բայց իրենց տեղը չեն զիջում նաև երեխաներիս համար գնումները, ինքս ինձ համար ես այսպես փորձում եմ հավասար բաշխել, որ ոչ մի բաց տեղ չմնա այս հարցում։ Եվ եթե ամփոփենք, ընդհանրապես ինչ նպատակներ ես դրել, որպեսզի քո բլոգինգը կարողանաս ավելի զարգացնել եւ ինչ ես ցանկանում նորամուծություններ ներկայացնել քո հետևորդներին։ Այսպիսի մի խնդիր ունեմ ես, իմ ուղեղը, ինչ բլոգը սկսվել է, ընդհանրապես չի հանգստանում, անընդհատ նոր մտքեր է գեներացնում ու ես նույնիսկ մտածում եմ, որ երևի թե բլոգինգի տեսանկյունից դա շատ սխալ է, որովհետև ես ուզում եմ եւ սա նկարեմ, եւ սա նկարեմ, եւ սա նկարեմ, եւ սա նկարեմ, ինձ թվում է իմ հետևորդների մոտ ինչ որ գեր հոգնածություն կառաջանա դրանից, շատ նոր մտքեր ունեմ ու հուսամ, չեմ ուզի դեռ բարձրաձայնեմ, բայց տարվա վերջում հնարավոր է իմ հետևորդներին ուրախացնեմ շատ լավ լուրով, բայց դեռ ուղղակի այսպես ամպիկների մեջ այդ մտքերս դեռ չի իջել գլխիցս թղթի վրա ու իրական կյանք չի եկել։ Շատ նպատակներ ունեմ, հուսամ տարվա ընթացքում կկարողանամ կատարել բոլորը ու հասնել դրանց, մյուս տարի արդեն նոր նպատակների ցուցակ կունենամ։ Նաև ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել այս ոլորտով, այս գործունեությամբ, բայց վախենում են։ Շատ են ինձ այս հարցով դիմում, իմ հետևորդներից էլ աղջիկներ կան, որ գրում են, ուզում ենք բլոգ սկսել, բայց չգիտենք ինչից սկսել։ Պետք չի մտածել ինչից սկսել, ուղղակի պետք է արթնանալ ու սկսել։ Ես երկար տարիներ այդ խնդիրը ունեցել եմ, այսինքն ոչ թե բլոգ վարելու, այլ ես շատ սիրում էի վերլուծել, նստել, մտածել, թե իսկ հիմա ինչ սկսեմ, շատ երկար մտածել պետք չի։ Սկսեք, եթե դա ձերն է ու ձեր մոտ դա լավ է ստացվում,
դա լինելու է։ Եթե երկար ժամանակ տանջվում եք, աշխատում եք ու զգում եք, որ դա արդյունք չի տալիս, պետք է կարողանալ ճիշտ ժամանակին կանգ առնել եւ ուղղվածությունը փոխել։ Դե ինչ Աստղիկ, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ Թամարա ջան, հետաքրքիր հարցեր տվեցիք, որ իրականում մտածելու տեղիք տվեցին։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։